Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 31-ամյա և 32-ամյա երկու երիտասարդ պարբերաբար տեղադրված վայրերից ձեռք են բերում խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և տելեգրամյան հավելվածի միջոցով զբաղվում դրանց իրացմամբ։ Համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ, պարզվել է, որ նշված երիտասարդները դեկտեմբերի 18-ին իրացնելու նպատակով Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի հարակից ջրատարի մոտակայքից ձեռք են բերելու առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Իրավապահները նշված վայրում երիտասարդներին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Ձերբակալվելիս նրանք 32-ամյա երիտասարդի վարած Kia Magnish-ի մեքենայով փորձել են փախուստի դիմել, ինչը կանխվել է։ 32-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված Kia Magnish-ի մեքենան։ Հայտնաբերվել է 1 կիլոգրամ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Երևանի բնակիչ 31 և 32-ամյա երիտասարդները կալանավորվել են։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով թմրամիջոց է ձեռք բերում, իսկ դեկտեմբերի 19-ին թմրամիջոց է տեղադրելու Նոր Նորքի առաջին զանգվածում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Գայի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած Nissan Magnish-ի մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դանակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 3 փաթեթ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով։ Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել 110 փաթեթ թմրամիջոց, 22-ը արդեն իսկ տեղադրել են Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում, իսկ մնացածը ավտոմեքենայում են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Գայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 22 փաթեթ, ընդհանուր մոտ 49 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայում ընդհանուր 194 գրամ զանգվածով 83 փաթեթ։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ոստիկանությունում ծառայությունն ու մարտարվեստը առաջին հայացքից թեև տարբեր ուղղություններ են, սակայն երկուսն էլ հիմնված են նույն արժեքների վրա՝ խիզախություն, կարգապահություն և պատասխանատվություն։ Առաջինի հիմքում հասարակության անվտանգության ապահովման գաղափարն է, երկրորդի դեպքում ինքնակատարելագործման։ Այս սկզբունքների համադրությունն էլ ձևավորում է համայնքային ոստիկանի կերպարը՝ հավասարակշիռ, նպատակասլաց և մարդակենտրոն։ Այդ կերպարը ձևավորողներից է համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայող Հմայակ Գալստյանը։ Ազնվությունն ու աշխատասիրությունը եղել է նրա դաստիարակության հիմքում, իսկ ծառայության ռիթմին վաղուց էր ծանոթ։ Ընտանիքում այլ ծառայողներ ևս կային, որոնց օրինակով էլ հենց ոգեշնչվել էր պատասխանատու և հանրօգուտ ճանապարհ ընտրելիս։ Ոստիկանությունում ծառայում եմ 2017 թվականից, սիրել եմ միշտ ծառայությունը, համազգեստ է։ Ընդունվել եմ ոստիկանության կրթահամալիր, սովորել ավարտել եմ և նշանակվել եմ ոստիկանության Մարաշի բաժնում։ Ծառայությունը ինքը իրանով բարդություն ներկայացնում է, ես արդեն ծառայության մեջ եղել էի, հայկական բանակում ծառայելու ժամանակ այդ բարդությունները տեսել եմ, բայց եթե ինչ-որ նպատակ ես դնում, այդ նպատակին հասնելու համար խոչընդոտներին ուշադրություն շատ չես դարձնում։ Հմայակ Գալստյանի համար յուրաքանչյուր աշխատանքային օր ոչ թե պարտականություն է, այլ նոր հնարավորություն ծառայության միջոցով արտահայտելու կարգապահությունն ու հոգատարությունը։ Նրա համոզմամբ համայնքային ոստիկանը պետք է լինի քաղաքացիների կողքին, իր ծառայությամբ ապացուցելով, որ իրական անվտանգությունը սկսվում է մարդկային ջերմ հարաբերություններից ու փոխվստահությունից։ Մեծ նշանակություն տալով անչափահասների հետ շփմանը նա պարբերաբար այցելում է դպրոցներ, որտեղ ծառայակից ընկերների հետ աշակերտներին ներկայացնում են օրինահարկ վարքագծի, քաղաքացիական պատասխանատվության
կարևորությունը։ Այդ հանդիպումները ըստ Հմայակ Գալստյանի նաև հնարավորություն են հասկանալու, թե ինչ է հետաքրքրում դպրոցականներին, ինչ հարցեր ու մտահոգություններ ունեն եւ ինչպես կարելի է աջակցել նրանց ճիշտ կողմնորոշվելու ճիշտ ընտրության հարցում։ Զգեստապահարանում կողք կողքի իրենց տեղն ունեն ոստիկանական համազգեստը, վկայելով նրա ծառայողական պատասխանատվության մասին, զինվորական համազգեստը, հիշեցնելով անցած ռազմական ուղին եւ կիմանուն, արտահայտելով ներքին խաղաղությունն ու ինքնակառավարման արվեստը։ Երբ ծառայությունն ավարտվում է, ոստիկանական համազգեստին փոխարինում է մարզականը։ Հմայակի կյանքում թեքվանդոն ոչ թե պարզապես մարզաձև է, այլ մտածելակերպ, գործելաոճ։ Նա վստահ է, որ տարիների ընթացքում զբաղվելով սպորտի այս տեսակով, կոփվել է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Մարզումները սովորեցրել են վերահսկել հույզերն ու զգացմունքները, գործել սառնասրտորեն եւ լինել հավասարակշիռ։ Միշտ սիրել եմ եւ հետաքրքրվել եմ արևելյան մարտարվեստով, հատկապես տայկվոնդոյով։ Առաջին մրցումներս եղել է բնականաբար Հայաստանում, եղել է Հայաստանի Հանրապետության բացառաշնությունը, որտեղ մասնակցում էին նաեւ հարևան երկրներից, Վրաստանից, Իրանից։ Ես այդ ժամանակ զբաղեցրել եմ 3-րդ մրցանակային տեղը։ Դրանից հետո արդեն Հայաստանի առաջնությունն է եղել, որտեղ զբաղեցրել եմ առաջին մրցանակային տեղը։ Պարգևների ու մեդալների մեջ իր ուրույն տեղն ունի արիության մեդալը, որը Հմայակ Գալստյանի կյանքում ամենակարևոր գնահատականներից է։ Բացի ծառայությունից նա նաև հաջողություններ է գրանցել սպորտում, դառնալով Հայաստանի հնգակի չեմպիոն եւ միջազգային մրցաշարերի մրցանակակիր։ Նա համոզված է, որ ծառայության ընթացքում ֆիզիկական ուժը պետք է զսպվածությամբ եւ առողջ դատողությամբ ուղղորդվի։ Այդ պատճառով ծառայության մեջ երբեք չի կիրառում մարզական հնարքները։ Թայքվոնդո մարզաձևը օլիմպիական մարզաձև է եւ իր հնարքները արգելվում է մրցաշարերից դուրս կիրառելը։ Այդ իսկ պատճառով ծառայության մեջ հիմնականում չի կիրառվում տայկվոնդոյի հնարքները, բայց ամեն դեպքում սպորտով զբաղվելը շատ օգտակար է եւ շատ է օգնում կյանքում, թե ծառայության մեջ։ Հմայակ Գալստյանի օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ համայնքային ոստիկանը պետք է ոչ միայն ուժի, այլև հավասարակշռության ու մարդակենտրոնության խորհրդանիշ լինի։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։